տանը մոտ 5 օրվա խաշած բրինձ ունեի եւ ես չէի կարող մտածել ավելի լավ բան, քան այդ բրինձով ալարկոտ սուշի ռոլեր պատրաստելը։ Նախ պատրաստում ենք թանձրուկը, իրար խառնելով եռման ջուրը, բրինձի քացախը, շաքարավազը, աղը։ Սա ավելացնում ենք տաք բրինձի վրա, խառնում ենք եւ թողնում ենք կողքի, որպեսզի սառի։ Մինչ այդ նախապատրաստում ենք միջուկ։ Ես վերցրել եմ աղադրած սաղմոնի ֆիլե, վարուն, որոնք երկուսն էլ կտրատել եմ մանր քառակուսիները։ Վերցնում ենք խորթասիկ եւ այստեղ ենք լցնում բրինձը, հետո այստեղ ենք ավելացնում սաղմոնը, վարունգը, սերուցքային պանիր, մկրատով մանրացնում ենք նորի շերտերը եւ լավ խառնում ենք այնքան, մինչեւ բոլոր բաղադրիչները խառնվեն իրար։ Արդեն իսկ շատ համով է ու արդեն իսկ կարող ենք այսպես ուտել, բայց դե գործից հետ չենք կանգնում։ Ըստ ցանկության կարող եք նաեւ մի փոքր սոյայի սոուս ավելացնել։ Ես բաժանում եմ 40 գրամանոց գնդիկների, հետո թաթախում եմ կլյարի մեջ, պանկոտ տեսակի պաքսի մատի մեջ եւ ուղարկում եմ ջեռոց։ Ավելորդ ծեթից ու կալորիաներից խուսափելու համար։ Հիմա պատրաստում ենք ամենահամեղ սոուսները։ Մեզ հարկավոր է կետչուպ եւ մայոնեզ։ Վերցնում ենք բնականաբար սլաբադա։ Առաջին սոուսի համար իրար ենք խառնում մայոնեզ, քաղցր չիլին եւ կիտրոնի հյութը, իսկ երկրորդ սոուսի համար կետչուպը, հունական յոգուրտը եւ սոյայի սոուսը։ Երկուսն էլ իդեալական համեղ են ստացվում, պահպանեք, որ փորձեք։ Մեր ալարկոտ ռոլերը նույնպես պատրաստ են։ Հանում ենք եւ մատուցում ամենահամեղ սոուսներով։ Սա պարտադիր փորձել է պետք, մանավանդ եթե ինպես ալարկոտ եք, իդեալական ընթրիքի տարբերակ է։ Խրթխրթան, առողջ ու շատ համով։ Չմոռանաք սրտիկել։